Նայկից ընկերներով այցելել եք Վազգեն Սարգսյանի սպարապետի հիշատակը հարգելու։ Ինչպես եք հիշում նրան, ինչ հուշեր կարող եք պատմել նրանից։ Շատ հուշեր ունենք նրանից, շատ հուշեր։ Առաջակոր հանդիպել ենք Էժնազնում, որ ջոկատեր կազմե, որ պրետայինք Ստեփանագերտ տայինք։ Այդ վաղտ ենք առաջին հանդիպել։ Հետո արդեն շատ ենք հանդիպել, ասենք Քարբաջարում ենք հանդիպել, Գետաշերում ենք հանդիպել, Շամյանում ենք հանդիպել, շատ ենք հանդիպել ու իրա հիշատակը միշտ պիտի վարպահենք։ Նա այն մարդ էր, որ հազվագույց տես մարդ կլինի։ Երանի մի հատ էլ տես ծնվի, որ ես երկիրը կարգավոր է։ Ինչ խնդիրներ եք տեսնում այսօր Հայաստանում, որ ասում եք Երանի մի սպարապետ լինի, որ երկրի խնդիրները կարգավորի։ Դե միակ մարդն էր, որ կարող էր կարգավորել։ Դες մարդ հազվագույց էր, եզակ ելնեմ, դες եզակի մարդն ես պետք։ Այդ կարամ ասեմ ես։ Դուք ինչ կարող եք ավելացնել։ Ինչ ասեմ, սպարապետի հետ կապված շատ հուշեր ունենք, շատ։ Թվարկելու բան չի, որ թվարկեմ, շատ են, որովհետև ցավալի է, դες կորուստ ունենալը սպարապետի պես տղամարդուն, որ կորցրել ենք այդ ինգերոջ կորցրել։ Նա զինակից ինգեր էր մեր համար։ Արժանի մարդ էր, մեծ գաղափարատեր էր, կար մեր կազմակերպեր, ստեղծեր, ջոկատներ, պատերազմ, ամեն ինչի մեջ էլ նա եղել է։ Կորցրել ենք։ Այն ենք կորցրել, որ էլ չենք կարող գտի։ Դեռ որ սպասում ենք դրան։ Առանձնապես ոչ մի չեմ կարող ասին։ Ցավալի դեպք էր, որ տենց եղավ, կորցրեցինք։ Ծնունդը շնորհավոր լինի սպարապետի, ուրիշ ոչ մի բան չի։ Իրանը իրացումներ շնորհավորել է։ Իսկ որ Հայաստանը առանց Արցախի է, արդյոք սպարապետի երազած հայրենիքը առանց Արցախ էր, առանց իր ազատագրած այդ հողի։ Այսօր մենք էլ չենք կարող դիմանալ դրան, որ կորցրեցինք չենք կարող այսօր։ Մենք էլ նույն վիճակը մեջ ենք։ Դրամը Երանը ենք տարում, ասում ենք մի հատ էլ սպարապետ ծնվի, որ կարանք այդ վերադարձնենք։ Նույնն էլ ես կասեի, Արցախը մենք չենք հասցնում, որ կորած արդեն մեզանից։ Ոնց էլ լինի Արցախը հետ ենք վերադարձնելու, ճիշտ է, մեր տարիքը արդեն այժմ դա չի, որ մենք կարողանանք այդ ուժերով առաջվա քայլենք, բայց չենք էլ կասկածում մեր սերունդները, այո, մեր սերունդները շատ ամուր են, եւ շատ ճիշտ են կայնած, կազմակերպված, 100% սպասում ենք մենք դրան։ Ինքներս էլ մասնակից ենք լինելու։